Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղը նախկինում կրել է Ողջօղլի անվանումը։ Այն հիմնադրվել է Առաջին հանրապետության օրոք 1918 թվականին եւ ամբողջությամբ բնակեցված է եղել թուրքերով ու ադրբեջանցիներով։ 1988-ից հետո բնակիչները վաճառելով իրենց ապրուստը հաստատվել են ադրբեջանական գյուղերում։ Այժմ գյուղը հայաբնակ է։ Հայ գյուղացին Ողջիում զբաղված է անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Ռենա Իսահակյանը Բաքվի կոտորածների ժամանակ ընտանիքով գաղթել ու վերաբնակություն է հաստատել գյուղում։ Հիմա հակառակ գործընթացն է։ Փախի տարիներին այստեղ հաստատված շատ ընտանիքներ բռնել են արտագաղթի ուղին։ Մեկնում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Չկարողացին անասուն պահեն շատերը, սովոր չեն, դրա համար էլ չկարողացին գնացին։ Կենցաղային տարրական խնդիրների լուծումը եւս այստեղ բարդությունների հետ է կապված։ Ողջիում խմելու հոսող ջուր չկա։ Շուտ բանից է ջուր չունենք, արդեն 20-22 տարի է։ Ժողովուրդը էս փողոցը ջուր չունի։ Մենակ ջուրն է մի քիչ ցած կա, բայց մեր կողմերը չկա։ Ինչ որ ջրագից փակված է, ես չգիտեմ, ում պատճառով ու մեղքով, գյուղի մոտ 30%-ն է ապահովված խմելու ջրով, ջուրը գալիս է Ղազանջիից, իսկ մնացած մասը արտեզյան ջրերներից են օգտվում։ Կժեն ու սաս թույլերն է շալակած մեծ ու փոքր Ողջիում ջուր են կրում, որ հագեցնեն եւ իրենց եւ կենտանիների ծարավը։ Մեկ-մեկ էլ աչքերը երկնքին առած մի բարի լուրի են սպասում։ Սպասում եմ հիմա անձրև գա, գոնե անձրևի ջուր վերցնենք կամ անասունները ջրենք կամ լողանանք կամ լվացք գինենք։ Ջուրս մենք կտամ, կեղնի, բայց երբ կեղնի չեմ կարող ասել։ Շատ դժվար է նախդիտարությամբ մենք ցածի փողոցներից դե հələ կեղնի ժամանակ որ եսի մուր կա հասնին ջահելներն որ երթան ջուր բերեն։ Կիմա Եղշատյան, Արթուր Մարկարյան, Ազդարար։